Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ֆրանսիացի պատվիրակ Բերտրան Բուիկը հարց է ուղղել, թե արդյոք խաղաղության բանակցություններից անդին Արցախ փախստականների վերադարձի հարցն արծարծվել է։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փախստականների վերադարձի թեման վտանգավոր է խաղաղության գործընթացի համար։ Այդ հարցի վերաբերյալ մեր ռազմավարությունը ես հրապարակել եմ։ Մեր ընկալումն այն է, որ մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք նրանց արդեն բնակապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ, բայց սկսում է աշխատել։ Մենք մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ։ Մարդիկ ասում են վերադարձի հարց։ Ես դա իրատեսական չեմ համարում։ Կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասել եմ, մարդիկ իրենց պլանները պիտի կառուցեն։ Ընդհանրապես փախստականների վերադարձի թեման այս համատեքստում բոլոր փախստականների վերադարձի թեման համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, ասել է նա։ Փաշինյանը շեշտել է, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն, կենտրոնանան տնտեսական համագործակցություն եւ քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։ Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն Հայաստանի Հանրապետությունում։ Սա է մեր ռազմավարությունը, կարծում են նա։ Կառավարության ղեկավարը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ իր կաբինետը միջազգային հանրությունից ավելի մեծ ֆինանսական աջակցություն կստանա արցախցիների խնդիրները լուծելու համար։ Նրա խոսքով Եվրոպայի խորհուրդը նույնպես կարող է աջակցել Լեռնային Ղարաբաղի հայերին, իրականացնելով տարբեր ծրագրեր, այդ թվում վերապատրաստման եւ կրթության ոլորտում։ Նա դա անվանել է շատ կարևոր ուղղություն, որպեսզի նրանք ավելի արագ գտնեն իրենց տեղը Հայաստանի աշխատաշուկայում։ Փաշինյանը հայտնել է, որ մոտ ժամանակներս Հայաստանի կառավարությունը պատրաստվում է համաժողով անցկացնել Լեռնային Ղարաբաղից հայերի փախստական դարձած անձանց մասնակցությամբ։ Այս միջոցառման ընթացքում մենք կփորձենք նրանց հետ համաձայնեցնել կոնկրետ միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր եւ առավելագույն աջակցություն ցուցաբերել նրանց։ Հավելել է նա։ Ինչ վերաբերում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ձևակերպմանը, որը վերջին շրջանում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի հաճախ են կիրառում, Փաշինյանը հիշեցրել է, որ Վաշինգտոնյան հռչակագրերում նման ձևակերպում չկա։ Ես ակնկալում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերները քարտեզի վրա ցույց կտան, թե ինչ հատված են նկատի ունենում, այն անվանելով Զանգեզուրի միջանցք, եւ եթե դա որևէ կերպ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, ապա դա նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, ինչի մասին բարձրագույն մակարդակով հրապարակայնորեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, ասել է նա, այս թեմայով հետաքրքրվողներին կոչ անելով եւս մեկ անգամ ընթերցել Վաշինգտոնյան փաստաթղթերը։ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում հանդիպում են ունեցել Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Անդրեյ Սիբիհան։ Վերջինս X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Վարշավայում բովանդակալից զրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ։ Քննարկել ենք մեր երկկողմ օրակարգը, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը եւ վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, մտքեր փոխանակել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթվա արդյունքների վերաբերյալ։ Մենք համաձայնել ենք շարունակել զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները եւ քննարկել, թե ինչ կարող ենք անել միասին Եվրոպայում համապարփակ, արդար եւ երկարատև խաղաղություն հաստատելու համար, նշել է Սիբիհան, հավելելով, որ նախարար Միրզոյանին հրավիրել է այցելել Կիև։ Արարատ Միրզոյանն իր հերթին X-ում նշել է, որ խորաթափանց զրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ։ Մենք համաձայնել ենք զարգացնել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը եւ ընդլայնել երկկողմ օրակարգը։ Ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասին։ Ընդգծել ենք Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևորությունը, կարծիքներ ենք փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, գրել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը։ Բելգրադում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Ուզդեմիր Գյոթխաշի հետ։ Ըստ հաղորդագրության հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, հույս հայտնելով, որ ոլորտային համագործակցությունը եւս կնպաստի դրան։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն կողմերը փորձի փոխանակման եւ համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի համատեքստում սահմանադրական փոփոխությունների կարիք չկա։ 2024 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը քննում էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որն առաջին միջպետական երկկողմ փաստաթուղթն էր, ՍԴ-ն արձանագրեց, որ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա, նշեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշեց, թե ինչ կապ ունի սահմանազատումը խաղաղության համաձայնագրի հետ, ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի հիմքում Ալմա-Աթայի հռչակագիրն է ֆիքսված որպես սահմանազատման բազային սկզբունք։ Իսկ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունել են խորհրդային 11 հանրապետությունները։ Արձանագրված է, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, երկրորդ խորհրդային հանրապետությունները ներառյալ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը իրենց խորհրդային հանրապետության տարածքներով դառնում են անկախ պետություններ և ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից Պրահայում Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվեցինք մեր հարաբերությունները կառուցել Ալմա-Աթայի հռչակագրի վրա, շարունակեց Փաշինյանը։ Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրում էլ հղում կա Ալմա-Աթայի հռչակագրին։ Ամեն ինչ լսել էինք, կեցե կառավարությունը չէինք լսել։ Այս մասին այսօր սեպտեմբերի 30-ին ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով ՔՊԱ-ական падգամավորներից մեկի ելույթին։ Նա կարդաց Բագրատ Սրբազանի նամակը ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից, հավելելով, որ այս խոսքը պետք է ընդունվի падգամավոր Արթուր Սարգսյանի և մնացած 15 կալանավորվածների անունից։ Մենք նախընտրել ենք մեր հայրենիքի և եղբայրների հետ կալանքը և նույնիսկ մահը քան ուրացողների հետ բաժին ունենալը, որի համար ուխտել եմ, որ չեմ մոռանալու հանուն քեզ Հայաստան և չեմ ուրանալու հանուն քեզ Արցախ, նշել է Բագրատ Սրբազանը, հավելելով, որ իրավապահները գաղտնալսել են իրեն և Միքայել Սրբազանին։ Բագրատ Սրբազանը նամակով հայտնում է, որ 2 ամսվա ընթացքում 3 անգամ հարցում է ուղարկել գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի խեղճ ղեկավարին, որոնք մնացել են անպատասխան։ Այժմ այս ամբիոնից, որտեղից մեր հասցեին հնչել են զրպարտություններ, նույն հարցադրումն եմ ուղղում, ինչին է վերաբերում 2 հոգու գյուլելու և 15 հոգու բանտ դնելու ձեր այդքան սիրված պատմությունը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում որոշել է վարչական պատասխանատվության ենթարկել Վիոլիա ջուր փակbaşնտիրական ընկերությանը ջրամատակարարման գրաֆիկի և կարգավորող մարմնի պահանջները ժամկետների խախտմամբ կատարելու համար։ Առաջին խախտման դեպքում Վիոլիա ջուր փակbaşնտիրական ընկերության կողմից չի պահպանվել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 136-րդ կետը, այն է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված 2025 թվականի Սարալանջ գյուղի ջրամատակարարման գրաֆիկի խախտումը։ Երկրորդի դեպքում ընկերությունը հանձնաժողովի թվով 21 հարցումներին պատասխանել է սահմանված ժամկետների խախտմամբ, այդպիսով խախտվել է կանոնների 164-րդ կետը։ Հաշվի առնելով վարչական վարույթի շրջանակում հաստատված իրավախախտումները, ՀԾԿՀ-ն յուրաքանչյուր խախտման համար Վիոլիա ջուր փակbaşնտիրական ընկերությանը տուգանել է 10 միլիոն դրամ գումարի չափով, ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։ Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հակամարտության կարգավորման 20 կետից բաղկացած փաստաթուղթ, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, նախատեսում է պատանների վերադարձ, Իսրայելի փուլային հեռացում Գազայից, Համասի զինաթափում և միջազգային մարմնի գլխավորությամբ անցումային կառավարության ստեղծում։ Այս ծրագրով մասնավորապես նախատեսվում է ձևավորել խաղաղության խորհուրդ, որը միջազգային վերահսկող մարմին կլինի, այն կղեկավարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ներգրավված կլինի նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։ Գազայում կառավարումը հանձնվելու է ժամանակավոր անցումային տեխնոկրատական ապաքաղաքական հանձնաժողովին, որը բաղկացած կլինի պաղեստինցիներից և միջազգային փորձագետներից ու կվերահսկվի խաղաղության խորհրդի կողմից։ Այս կառույցը կսահմանի ձևաչափն ու կհոգա Գազայի վերակառուցման ֆինանսավորումը մինչև պաղեստինյան ինքնավարության էական բարեփոխումները։ Թրամփի տնտեսական զարգացման ծրագիրը կձևավորվի փորձագետների հատուկ խմբի կողմից, որոնք մասնակցել են Մերձավոր Արևելքում ժամանակակից հրաշալի քաղաքների
ստեղծմանը։ Նախատեսվում է ստեղծել հատուկ տնտեսական գոտի արտոնյալ մաքսատուրքերով և մուտքի պայմաններով, որոնք կկարգավորեն ներգրավված երկրների հետ։ Ծրագրի համաձայն ոչ ոք ստիպված չի լինի լքել գազան, որը ծանր ավերածություններ է կրել պատերազմի ընթացքում։ Ցանկացողները կարող են ազատորեն հեռանալ և վերադառնալ։ Համասը և մյուս խմբավորումները կհամաձայնեն չմասնակցել գազայի կառավարմանը ոչ ուղղակի, ոչ անուղղակի։ Բոլոր ռազմական կառույցները, այդ թվում թունելներն ու զենքի արտադրամասերը կվերացվեն։ Գազայի ապառազմականացումը կվերահսկեն անկախ դիտորդները։ Իսրայելական կողմն արդեն տվել է իր համաձայնությունը, հայտարարելով, որ ծրագիրը համապատասխանում է իր նպատակներին։ Այսօր սեպտեմբերի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Թորոզ գնիր վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կիլոմետրի հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի վերանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամսյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սեպտեմբերի 30-ն է։ Մոտ 30 րոպե առաջ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դիկ կա։ Դեպքի վայր են ժամանել Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանած քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աչափնեկ և Դավիթ Հաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը քննչական գործողությունները ավարտելուց հետո փրկարարները դին պատգարակով մոտեցնեն դիատարին։ Տեղում են նաև ներքին գործերի նախարարության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։ Մահացածը իմ տեղեկություններով երիտասարդ տղա է, ով մի քանի օր առաջ է ժամանել Ռուսաստանի Դաշնությունից Երևան և ըստ նախնական տեղեկությունների նա իմացել է, որ եղբայրը գտնվում է հիվանդանոցում, չգիտես ինչու, երբ եկել է եղբոր համար եկել է Հայաստան, ապա տեղի է ունեցել այս դեպքը, Կիևյան կամրջից նա իրեն ցած է նետել։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։